Դեկտեմբերի 24-25-ին Մասիս քաղաքի ֆրանկոֆոնիայի այգում անցկացվեց ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը միավորեց ֆրանկոֆոն մշակույթի շունչը և Սուրբ Ծննդյան տոնի ջերմությունը։ Այս միջոցառումը այն միջոցառումների ցանկի մի մասնիկն է, որը տեղի ունեցել իր շնորհիվ Ադիբեկյան հիմնադրամի եւ որը պետք է դեռ իրականացվի եւ ավելի մեծ մասշտաբային միջոցառումներ դեռ պետք է մսկացվեն։ 2026 թվականը լի է լինելու նոր միջոցառումներով, նոր ֆրանկոֆոն միջոցառումներով, պատրաստվում ենք ֆրանկոֆոնիայի օրերին, պատրաստվում ենք Շարլ Ազնավուրի ծննդյան օրը նշելուն, ունենալու ենք ամառային դպրոց, որն ունեցել ենք անցած տարի, նպատակ ունենք անցկացնել Մասիս համայնքում Ադիբեկյան հիմնադրամի շնորհիվ ամբողջ Հայաստանի ֆրանսերեն ուսուցիչների համար նախատեսված ինտելեկտուալ խաղ։ Տոնավաճառը դարձավ հարթակ ներկայացնելու ինչպես ֆրանսախոս մշակութային ավանդույթները, այնպես էլ հայ ստեղծագործողների աշխատանքները։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ձեռագործ արտադրանքների, տոնական ցուցադրությունների, ավանդական համերի և արվեստի բազմազան ձևերի հետ։ Միջոցառմանը մասնակցում էին Մասիսի առաջին հիմնական դպրոցի աշակերտները ձեռագործ ստեղծագործություններով, Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի սաները տոնական ձեռքի աշխատանքներով, Ֆրանս հայկական մասնագիտական քոլեջի ուսանողները ստեղծագործական ցուցադրությամբ, Զամբյուղ Սյունիքից նախաձեռնությունը ներկայացնելով Սյունիքի տարածաշրջանի ձեռագործ արտադրանք և ավանդական համերի կորիսի հյուպատոսի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին։ Մենք բարձր ենք գնահատում Ադիբեկյան հիմնադրամի հետ համագործակցությունը, քանի որ հիմնադրամը ոչ միայն Մասիսում է գործունեություն ծավալում ֆրանկոֆոն մշակույթի տարածման գործում, այլև Հայաստանի մի շարք շրջաններում։ Ադիբեկյան հիմնադրամը վստահելի գործընկեր է մեզ համար, վստահության գործընկեր, քանի որ նա նաև կարողանում է շատ գերագետ աշխատել այլ գործիչների հետ։ Ադիբեկյան հիմնադրամը աշխատում է ֆրանկոֆոն մշակույթը տարածող հասարակական կազմակերպությունների հետ, ոչ միայն Արարատի մարզում, այլև օրինակ Երևանում, Գորիսում, Գյումրիում, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Հիմնադրամը օգնություն է ցուցաբերում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Մասիսում Սուրբ Ծննդյան ցուցահանդեսը կարևորում ենք նաև նրանով, որ ֆրանկոֆոն մշակույթը միայն էլիտար մասայի կամ Երևանի համար չէ, այլ նաև մարզերի։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկայացվեց նաև ծրագրի նպատակը և սպասվող նախաձեռնությունները։ Դպրոցի տնօրեն Հասմիկ Գրիգորյանի խոսքով նման միջոցառումները ամրապնդում են հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Այսօր Christmas Market է կազմակերպվել Մասիսի ֆրանկոֆոնիայի բուլվարում, որին մեծ սիրով մասնակցում են Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի համար 1 հիմնական դպրոցի սաները, ինչպես նաև Անատոլ Ֆրանսի ֆրանսիական լիցեի երեխաները և Գորիսի հյուպատոսությունը։ Այս միջոցառումը նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև նախկին տնօրեն այժմ Ազգային ժողովի падգամավոր Էսթեր Այվազյանը, թող հայ և ֆրանսիական մշակույթների միաձուլումը շարունակի ծաղկել, դառնալով բարեկամության և փոխըմբռնման կենդանի օրինակ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին դա անկրնելի և հիասքանչ արդյունավետ ջանքերի համար է, որ Ադիբեկյան հիմնադրամը ցուցաբերում է։ Ադիբեկյան հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Ադիբեկյանը Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը ոչ թե փաստաթղթերով է, այլ սրտով։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը նույնպես ներկա էր միջոցառմանը։ Հայ-ֆրանսիական երկխոսության, մշակույթների, արժեքների և բարեկամության ամուր կամուրջ է, որը միավորում է երկու ժողովուրդների, լեզվի, կրթության և փոխադարձ հարգանքի շուրջ։ Միջոցառումը իր ելույթներով գեղեցկացրեց երգիչ Հայկ Պետրոսյանը։ Տոնավաճառի տարածքում հնչեցին ֆրանկոֆոն երգեր, կարտոնական միջավայր, խաղեր երեխաների համար և մշակութային բազում ակտիվություններ։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով նախաձեռնության նպատակը ոչ միայն տոնական մթնոլորտ ստեղծելն էր, այլև մշակույթների երկխոսության խրախուսումը, տեղական համայնքի ակտիվացումը և երիտասարդ ստեղծագործողների խրախուսումը։
Միջոցառումը իրականացվեց Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից եւ շարունակելու է ձևավորել հարթակ համագործակցության, մշակութային փոխանակման եւ համայնքային ծրագրերի համար։